Բարի լույս սիրելի ժողովուրդ, սիրելի հայրենակիցներ, դարձյալ միասին ենք, այսօր Սուրբ Գրիգոր Լուսավորչի բանտարկության, խորվիրապուն բանտարկության և չարչարանքների հիշատակության օրն է։ Իսկ վաղը կիրակի օրը մեծ պահքի այս ճանապարհորդության մեջ կոչվում է մեր եկեղեցում Գալստյան կիրակի։ Երկուսն իրար հետ շատ խորը կապված և մեկը մյուսին լրացնող Գրիգոր Լուսավորչի մեր Սուրբի, մեր Հայրապետի չարչարանքների և բանտարկության այս հիշատակության օրը մի տեսակ սկիզբն է դրվում հայոց դարձի պատմության և այդ սկզբնավորությունը, որ սկսվում է չարչարանքներով, բանտարկությամբ, կալանքով, որը այլ կերպ ասած խորհրդանշում է արդարության համար սկզբունքայնության, հավատարմության, նվիրումի, ինքնազոհաբերության և այդպիսով նաև ի վերջո հաղթանակի մասին։ Այո, մեր դարձի պատմությունը սկսել է Սուրբ Գրիգոր Լուսավորչի չարչարանքների և բանտարկության ճանապարհորդությամբ, այնպես ինչպես մեր Տիրոջ հաղթանակի սկիզբը դրվել է նաև խաչելության և նրան հաջորդող տերունական իրադարձություններով։ Այսինքն, չկա մի հանգամանք, պարագա, որով հաղթանակը և այդպիսով ճշմարտության և արդարության հաղթանակը կարող է հաստատվել և թագավորել, եթե այն իր մեջ ինքն իր բովանդակությամբ չունի տառապանքի, չարչարանքի, ինքնազոհողության, հավատարմության և նվիրումի բաղադրիչը կամ գիտակցությունը։ Վաղը, ինչպես ասացի, Գալստյան կիրակին է մեր մեծ պահքի ճանապարհորդության մեջ և դա հույսի մասին է, հույս, որը երբեք չի մեռնում, հույս, որը երբեք չի ամաչեցնում, հույս, որը պատճառ է լինում շատերի սխրանքների և հերոսության, հույս, որը նաև պատասխանատվության մասին է խոսում։ Դա այն ինքնախաբեական հույսի մասին չէ, երբ մարդիկ ուղղակիորեն նստած սպասում են ինչ-որ բան տեղի ունենալու իրենց կյանքում, այլ գործնական հույսի, այն հույսի, որը քո մեջ, քո մտքում, քո սրտում արթնացել է և արթնացնում ես, փայփայում ես ամենավերջինիս նշույլով և որի, այսպես ասած, այդ ակնկալիքը կարողանում ես նաև գործնապես իրականացնել կյանքում։ Եվ ինչու հույսի մասն է, որովհետև մեր Տիրոջ խոստումն է դա վերադարձի և մարդկության փրկության առումով, և մարդիկ ակնդետ, ինչպես ասում է Սուրբ Գիրքը, սպասում են այդ հույսին, բայց միևնույն ժամանակ իրենց վարքով ու գործով շտապում այդ հույսի հետևից, պայքարի մեջ լինում, որպեսզի այդ հույսի այն ակնկալությունը, այն իրենց փայփայած գաղափարը, միտքը, գիտակցությունը, հատկապես ճշմարտության և արդարության հաղթանակի մասին իրենք իսկ մարդը իր իսկ ձեռքերով կարողանա իրագործել, ունենալով տերունական Աստծո առաջնորդությունը իր կյանքում։ Եվ այսօր մեր Տերը այդ իմաստով շատ հետաքրքրական և մեր կյանքին ուղղակի աղերսվող և առնչվող յուրաքանչյուր անհատի և նաև հավաքականության ամենախորքային արտահայտությունն է փոխանցում, պատգամն է փոխանցում, խոսելով իր աշակերտների հետ և ասելով. «Եթե մեկն ուզում է գալ իմ հետևից, թող ուրանա ինքն իրեն, վերցնի իր խաչը և գա իմ հետևից, որովհետև ով ուզենա փրկել իր կյանքը, այն կկորցնի, իսկ ով կորցնի իր կյանքը ինձ համար, այն կգտնի։ Ինչ օգուտ կունենա մարդ, եթե ամբողջ աշխարհը շահի, բայց իր անձը կորցնի։ Ով ուզում է գալ իմ ետևից, թող ուրանա ինքն իրեն, վերցնի իմ խաչը և գա իմ ետևից»։ Եվ սա միանշանակ ոչ թե պարզապես խաչափայտի կամ խաչի նշանը վերցնելու մասին է, այլ ամբողջական ինքնաուրացման,
ինքդ քո անձը, քո եսը, քո այսպես ասած շահերը, ակնկալիքները, այն ամենը ինչ որ կարող է մարդ ունենալ ինքն իրեն այսպես կոչված բավարարելու համար, իր փառասիրությունը սնելու միգուցե, իր այն կեղծ ինքնասիրությունը մշակելու, հագուրտ տալու, իր անձնակենտրոնությունը մի խոսքով, ինքը լինելու ամեն ինչի առանցքը, իրենով պայմանավորելու ամեն ինչ։ Եվ գիտեք, մեր եկեղեցու մահացու մեղքերի շարքին ամենամեծը կամ սկիզբը հպարտությունն է, ամբարտավանությունը։ Եվ նաև անձնակենտրոն լինելու, ինքնակենտրոն լինելու այս գաղափարն էլ հենց բխում է հպարտության մեղքից։ Պատահական չէր, որ ինչպես միշտ ասել ենք, այս չարիքը մարդկանց սնեց, փորձեց սնել կամ սնեց, թունավորեց ուղղակի հպարտության մեղքով, հպարտ քաղաքացիներ, հիշում եք, չէ՞, հպարտ քաղաքացի, ինչ է մնացել այդ հպարտ քաղաքացիներից։ Ինչ, մարդիկ բնականից կոտրվել են, մարդիկ փորձում են ինքնապաշտպանվել, մարդիկ այս կամ այն ձևով փոքր կամ մեծ չափով փորձում են ճեղքել, այսպես ասած, տեսության ենթարկել իրենց, շատ մարդիկ են փոփոխվել այս ընթացքում, հասկացել եւ գիտակցել են, այդ անտարբերություն կոչված, որ անընդհատ խոսվել է, անտարբերություն, ես որ չեմ համարել անտարբերություն, այլ մարդկանց ուղակի սեփական այս կյանքը պաշտպանելու այս տարաբնույթ հարձակումներից եւ թունավորումներից ելք չգտնելու իմաստով փորձելու ինքնապաշտպանվել եւ դա մենք որակել ենք անտարբերություն։ Եւ այդ հպարտ քաղաքացի լինելու հանգամանքով կամ հպարտության մեղքով է սնել, որպեսզի անձը դառնա կենտրոնական մարդը, ինքն իրեն չկարողանա իսկապես գնահատել, խորքային գնահատել, ճանաչել եւ հայտնվել այլ տիրույթում եւ այնտեղ կործանումը անխուսափելի է։ Ինչ որ արել է այս չարիքը ուղղակիորեն։ Մեզ մեր Տերը բոլորովին հակառակի մասին է խոսում։ Ով ցանկանում է իր անձը փրկել, այն կկորցնի։ Իսկ ով ցանկանում է իր անձը գտնել, իմ ետևից գալ, պետք է ուրանա, խաչը վերցնի, ինքնազոհաբերության, իր այսպես մեղքերի, իր անձնակենտրոնության ուրացման մասին խոսելով։ Եվ այո, ով ուզենա փրկել իր անձը, այն կկորցնի։ Իսկ ով կորցնի իր կյանքը, ինձ համար կշահի։ Արժեքի մասին է, ինչպես միշտ ասել ենք, բարձրագույն արժեքի մասին, սկզբունքների մասին, գաղափարի մասին, որ սրանք որևէ ձևով կոմպրոմիս չունեն, զիջում չունեն, հակառակ պահանջում են հավատարմություն, նվիրում, անկախ նրանից, թե ինչ կորուստներ կունենաս կյանքում, կենցաղում, ունեցվածքի, թե այլ կերպ, աշխատանքի եւ այլն։ Մի առիթով ասել եմ ես, մեր տղաները իրենց կյանքը ընծայեցին, մենք այսօր վախենալու չենք, որևէ կերպով մտահոգվելու չենք, թե մեր աշխատանքը կամ ունեցվածքը կկորցնենք, որովհետև մեր լինել եւ չլինելու հարցն ենք մենք լուծում։ Եվ այդ ջրբաժանի մեջ են կանգնած ուղղակիորեն, թե արտաքին սպառնալիքներով, թե ներքին, հատկապես ներքինի մասն է մտահոգությունը եւ խոսքը, ներքին սպառնալիքները, որոնք գալիս են ոչնչացնելու եւ ամբողջությամբ ջնջելու մեր կյանքի ներդաշնակությունը, տրամաբանությունը, մեր ներքին խաղաղությունը եւ վերջապես մեր հաշտությունը, սերմանելով թշնամություն, ատելություն, քաոս, անվստահություն մեկը մյուսի նկատմամբ եւ այդպիսով մեր մտքերը, հոգիները եւ ընդհանրապես հանրությունը դարձնելով կառավարելի։ Եվ սա այսօրվա չարիքի իշխանության գործն է, չարիք այլ կերպ չի կարող լինել եւ ուղղակիորեն դրանք նշաններն են փաստելու համար, թե մենք ինչ բնույթի իշխանության հետ գործ ունենք։ Ես այս մասին քիչ հետո խոսեմ քիչ հետո եւ կանդրադառնանք անշուշտ, որովհետեւ մի շատ նշանակալից արտահայտություն է արել չարիքը, ասելով, որ կադրեր չկան մեր երկրում։ Դրա մասին կխոսենք քիչ հետո, բայց մինչ այդ
ուզում եմ նաև շատ հստակ կերպով ասել, որ մեր Տերը ինչպես նշում է, ինչ կշահես, եթե ամբողջ աշխարհը ունենաս, շահես ամբողջ աշխարհը, ինչ կունենաս, բայց քո անձը եւ քեզ կորցնես, ոչինչ չես շահելու, ոչ ունեցվածքդ, ոչ պաշտոնդ, ոչ գործդ, ոչինչ, բացարձակ ոչինչ։ Եվ եթե չունենաս գաղափար, սկզբունք, եւ նաեւ այդ գաղափարն ու սկզբունքները գործադրելու կամք, ժողովուրդ ջան, շատ հաճախ, եթե չասեմ ընդհանրապես, մենք փորձում ենք այդ գաղափարներն ու սկզբունքները հարմարեցնել մեզ, ճշմարտությունն ու արդարությունը հարմարեցնել մեզ, եւ ոչ թե խոսել բացարձակի մասին, այդ հետևից գնալու մասին, սեփական անձ ունենալու մասին, չվախենալու դրանից, ունեցվածքը, այո, ունեցվածքը կորցնելու մասին, ի խնդիր այդ մեծ ճշմարտության եւ արդարության գաղափարի եւ հաղթանակի։ Վախենում ենք եւ վախենալով անդր սկսում են բազմաթիվ պատճառաբանություններ։ Բազմաթիվ։ Ես ասել եմ մի արդով, պատմությունը մեզ չի ներելու, ժամանակները չեն ներելու ինձ եւ ձեզ, չեն ներելու, չեն ասելու, որ դու սրա պատճառով, նրա պատճառով, այսինչ հանգամանքով, այնինչ հանգամանքով եւ այլն չարեցիր այնինչ որ պիտի անեիր, չի արդարացնելու ոչ մեկին, ոչ ոք չի արդարանալու պատմության եւ ժամանակի եւ էլ չասեմ Աստծո դատաստանի դիմաց, չի արդարանալու, սերունդներն են մեզ դատելու, ժամանակն է մեզ դատելու, կամ մեզ ասելու են, որ այո, այս մարդիկ սխրանքն ու հերոսությունն ունեցան ճեղքելու այդ խավարը եւ լույսի հետևից գնալու, ուրանալով իրենց անձը, ամեն ինչ մի կողմ թողնելով գերագույն նպատակի եւ շահի համար, կամ ասելու են, որ սրանք դարձան ուղղակիորեն ենթարկված ժամանակի ճնշումներին, վախերին, սպառնալիքներին եւ այլն թելադրանքներին ու մեզ ինչ ժառանգություն թողեցին, ինչ կտակ թողեցին, ինչպիսի երկիր, ինչպիսի ժողովուրդ, ինչպիսի նկարագիր։ Այո, այդպես է լինելու։ Հեռու թող չթվա դա։ Մեր աչքերի առջևը հենց հիմա մեր աչքերի առջևը, մեր կյանքի մեջ ուղղակի Արցախ աշխարհը, որ այսօր այլևս չի գտնվում մեր ուղղակի խնամքի ներքո, ել չասեմ մեր որպես հայրենիք կորուստի մասին, այս պահին, այո ես շեշտում եմ այս պահին, եւ այս մասին է խոսում նաեւ իմաստունը, Սողոմոն իմաստունը, ասելով հետեւյալը, արդարությունը անմահ է, իսկ ամբարիշտները ձեռքով ու խոսքով կանչեցին մահը, բարեկամ համարեցին նրան, հալումաշ եղան եւ դաշին կնքեցին նրա հետ, մահվան հետ դաշին կնքեցին։ Ուստի եւ իսկապես արժանի են նրան բաժնեկից լինելու, սակայն արդարությունը անմահ է, արդարությունը, ինչպես շատ հաճախ ասում են, չի մահանում, այստեղ Սուրբ Գիրքն ասում է անմահ է, ոչ թե չի մահանում, բայց ամբարիշտները մահ բերեցին, կործանում բերեցին իրենց ձեռքերով եւ իրենց գործերով եւ դաշին կնքեցին, հալումաշ եղան, դաշին կնքեցին մահվան հետ եւ բաժնեկից եղան նրան։ Ցավոք սրտի դաշին կնքելով մեզ եւս բաժնեկից դարձրել են ամբողջական հավաքական իմաստով եւ այդ ամբողջ պատմության մեջ մենք դարձել ենք մահվան հետ դաշնակցած եւ մահվանը բաժնեկից դարձած մարդիկ եւ սրա մասն է որ մենք գիտենք արդարության մասին, մենք գիտենք ճշմարտության մասին, մենք գիտենք թե որն է արդարությունը, որն է ճշմարտությունը եւ գիտենք նաեւ ինչպես պետք է վերահաստատենք դա, այնպես ինչպես Սուրբ Գրիգոր Լուսավորչի օրինակն է, խորվիրապ բանտարկությամբ եւ հանձն առնելու տառապանքն ու չարչարանքը մեծ նպատակի եւ մեծ տեսիլքի համար, ահավասիկ 2000 կամ 1700 տարի շարունակ եւ մեր Տիրոջ պարագան 2000 տարի եւ ավելի շարունակ այդ տառապանքի, չարչարանքի պտուղը, հաղթանակի հնարավորությունը տրված է մեզ, չի դադարում դա։ Մեր պարագային իմաստնավորի
այո Սուրբ Գրիգոր Լուսավորչի 1700 եւ ավելի տարի առաջ տեղի ունեցած մեկ իրադարձությունը պատճառ է եղել մեր ամբողջ կյանքի այս ընթացքում շարունակության եւ ոչ միայն շարունակության, այլև ստեղծելու արժեքներ արելու, այո ձախողումների, այո վայրեջքների, բայց նաեւ վերելքների եւ հաղթանակի պատմությամբ շաղախված։ Տեղի է ունեցել այդքան ժամանակ առաջ եւ շարունակվում է մինչեւ այսօր։ Եվ մարդուն անհատին եւ հավաքականությանը նաեւ ցույց տալով այն ճանապարհը, ուղղակիորեն չկա մի բան, չկա մի երևույթ մեր կյանքում, որ կարող է ձեռք բերվել առանց մակարոնի, առանց տառապանքի, առանց ինքնազոհության, առանց այդ նվիրումի, սկզբունքայնության, հավատարմության, չկա ոչ մի բան, վերցրեք ձեր ընտանիքները, վերցրեք ձեր անձնական կյանքը, քննեք այն, տեսեք կարող է լինել այդպիսի բան, թե ոչ, չի կարող լինել։ Հաղթանակը պտուղն է այդ բոլորի։ Եվ մենք սիրով, խոնարհությամբ, առանց հպարտության, առանց այդ հպարտության մեղքի մեջ գտնվելու կոչված ենք այդ ճանապարհը շարունակելու։ Մեզ փորձում է կերակրել ասելով, որ տառապանք, մակարոն, ոչ մի բան, լավ ապրել եւ այլն, ճակերտավոր ասած, փորձելով հեռացնել այդ հաղթանակի զգացումից ու բերկրանքից, որի բոլորս ձգտում ենք, բարձրաձայնելով կամ թաքուն մեր մտքով կամ մեր սրտերի մեջ։ Չկա մի մարդ, որ չի ձգտում դրան։ Չկա մի մարդ, որ չի ցանկանում հաղթանակ ունենալ։ Այո, նաեւ որոշակի իմաստով դժվարություններ ենք ունենում հանրային կյանքում, որովհետեւ մարդիկ, ովքեր 2018 թվականին հրապարակներում իրենց համար հաղթանակ կնքեցին, որոնցից փառք Աստծո շատերը ուղղակիորեն հասկացել են, գիտակցել են, թե ինչ աղետ է բերել այս չարիքը մեր պետության, մեր երկրի, մեր ընդհանրապես գոյության վրա, հրաժարվեցին եւ հրաժարվում են, բայց ոմանք էլ պարզապես միամտորեն այդ հաղթանակը, որ կնքել են 2018-ին, ճակերտավոր ասած, նրանք չեն ուզում հրաժարվել այդ հաղթանակից, որովհետեւ միգուցե ոմանց կամ շատերի համար այդ հաղթանակը, դարձյալ եմ կրկնում, ճակերտավոր հաղթանակը իրենց կյանքի միակ հաղթանակն է եղել։ Ես ինչու եմ ասում սա, որովհետեւ յուրաքանչյուր մարդ իր սրտում, իր հոգում, իր անձնական կյանքում լինի դա, իր ընտանեկան կյանքում լինի, իր ձեռքբերումների միջոցով կամ այլ կերպով անընդհատ ձգտում է այս կյանքում հաղթանակ ունենալ։ Եթե անհատական կյանքում դա ճիշտ է, ուրեմն նաև եւ հատկապես եւ առավել եւս մեր հավաքական կյանքում է դա ճիշտ, մեր ձգտումը պիտի լինի դա։ Չկա մարդ, որ ցանկանում է պարտություն ունենալ։ Բացի այս չարիքից, որը գովերքում է պարտություն, որը իր պարտությունը համարում է բոլորինը, վերագրում է ավելի ճիշտ բոլորիս եւ իր պարտությունը փորձում է ուրեմն տարածելով մեզ վրա ներկայացնել որպես հաղթանակ, ինքնիշխանություն, ձեռքբերում, անկախության նվաճում, խեղկատակ, ուրիշ ոչ մի բան։ Այսօր մենք, սիրելի ժողովուրդ, մի քանի բան կար, որ ուզում եմ խոսել, նշելով ինչ որ մեր հանրային կյանքում տեղի ունեն։ Նախ ուզում եմ շնորհավորել Գյումրիում եւ Փարաքարում, մեր համայնքներում, մեր հարազատ համայնքներում, մեր բոլորիս, բոլոր ձգտում, տեսիլ, կարդարության, ճշմարտություն եւ հայրենիք ունեցող մարդկանց հաղթանակի առիթով։ Այո, դժվարություններ կային, հատկապես Գյումրիում, որոնք հաղթահարվել են այս պահին գոնե եւ հուսով եմ, որ այդպես էլ կշարունակվի ճիշտ ճանապարհով ընթանալով։ Այն սկզբունքով, ինչ որ մեր Տերն ասում է, ուրացիր քո անձը, բան չես շահելու, աշխարհն էլ շահես, անձդ կորցնես, ինչ օգուտ ունի, ոչ մի օգուտ չունի։ Բոլոր տեսակի հաշիվներ, մեծ ու փոքր, դրանք լինեն արդար կամ ոչ, իրավացի կամ ոչ, ավելին չեն, քան մեր կյանքը, մեր գիտակցությունը, մեր հայրենիքը, մեր պետությունը, մեր Աստված եւ ժամանակի մեջ նաեւ հաղթանակ ունենալու զգացումը։ Միգուցե մեր այս փոքրիկ
հատվածում մենք կարծենք, որ մեր ինչ որ բաներ զիջեցինք եւ այլն, բայց մեծ հաշվով այո հաղթեցինք բոլորս։ Սա շատ կարևոր հանգամանք է եւ ուրախ եմ, որ Գյումրիում, հատկապես Գյումրիում այդ զգացումը այսօրվա դրությամբ հաղթահարված է եւ նաեւ ցանկությունս է, որ այդ հաղթանակի շունչը իսկապես ոչ թե նկատվի որպես քաղաքական շահ կամ տեղական ինքնակառավարման մարմնում հաղթանակ եւ այլն այս կամ այն անձի բոլորին էլ հարգանքով, այլ նկատվի որպես բոլորիս հաղթանակը եւ այն հույսի զգացումը, վերականգնումի զգացումը, որ շունչը կարող է տարածվել բոլոր տեղերում, մարդիկ հասկանան, որ իրենք կարող են հաղթել եւ ոչ թե չեն կարող, որի գիտակցությունը, զգացումը մենք ամբողջ նախորդ տարվա ընթացքին փոխանցել ենք եւ ուրախ եմ, որ այդ դրական ու կարևոր արձագանքը մեր ժողովրդի լայն շերտերի կողմից տեղի է ունեցել եւ շարունակում է տեղի ունենալ։ Ուզում եմ շնորհավորել Փարաքար համայնքին, մեր ժողովրդին, Միասնություն դաշինքի գլխավորությամբ պարոն Վալոդիա Աբրահամյանին ապրելու երկիր կուսակցությունը ներկայացնելով եւ շնորհավորել իր անձի միջոցով բոլոր այն ավականիներին, անդամներին, որոնք շատ շուտով ընտրվելու են եւ ղեկավարելու են համայնքի կյանքը, շնորհավորել իրենց եւ մեզ բոլորիս այս կարևոր հաղթանակի առիթով։ Թող դրանք փոքր թվան մարդկանց, բայց զգացում են, այո, ես անցյալ օրը ասել եմ դրա մասին, որ չափազանց հուզիչ էր տեսնել մարդկանց այս տարիների ընթացքում այդպես համախումբ կերպով բացականչելու հաղթանակի մասին։ Ուրիշ բան չէին մարդիկ բացականչում, քան հաղթանակ բառը։ Սա պիտի դառնա մեր բոլորի ճանապարհի առանցքը, մեր գիտակցության սկզբունքի առանցքը, որ մենք գնում ենք հաղթանակի, ոչ այլտեղ։ Եվ շնորհավորելով ուզում եմ նաև ասել, որ անցյալ օրը մի երևույթ կենտրոնական ընտրական հանձնաժողովին էր դիմել մեզ դատապարտելու համար կամ ինչ որ կերպով տուժ-տուգանք սահմանելու համար, որով մենք իբրև թե լռության օրն ենք հաղթել, ավելի լավ է գնաս, քո չարիքին տեսնես, ինչպես մեր սիրելի Ռուբեն Մելիքյանն էր ասել, ունտեր Պրիշիբև այդ պատմության միջից, գնաս, քո չարիքին տեսնես, թե 2021 թվականին լռության օրը ինչպես է խախտել եւ ինչ է ասել ինքը լինելով տեխնացու որպես ղեկավար այդ քարոզարշավի վարչապետի ժամանակավոր պաշտոնակատար լինելով ձգտելով դառնալ վարչապետ տեխնացու լինելով ինչպես է լռության օրը խախտել եւ դրա մասին խոսեք։ Իսկ իմ ասածը շատ պարզ է, ես մարդկանց ասել եմ գնացեք եւ ընտրեք նրանց, ովքեր Աստծուց վախենում են եւ մարդկանցից ամաչում են եւ մերժեք բոլոր նրանց, ովքեր Աստծուց չեն վախենում եւ մարդկանցից չեն ամաչում։ Հիմա եթե իմ ասածը քարոզչություն է եւ համաձայն եք այս վերջին մտքի հետ, որ ձեզ է վերաբերում, այո, ասել եմ եւ ճիշտ եմ արել եւ շարունակում եմ պնդել։ Եվ ուրախ եմ, որ դուք այդպես ընդունել եք, որ որպես չարիք Աստծուց չեք վախենում, մարդկանցից էլ չեք ամաչում եւ մարդիկ իրենց կնիքը դրել են ձեզ վրա, ասելով, որ մենք ձեզ մերժում ենք։ Հիմա դուք ինչ ուզում եք արեք, մնացածը ձեր իմանալիքն ու գիտակցությունը։ Հետևաբար, այո, մենք պնդում ենք եւ շարունակում ենք ասել, որ ամենուր մեր ժողովրդի զավակները ամեն քայլափոխի պետք է մերժեն բոլոր նրանց եւ այո, հրաժարվեն այդ բոլոր նրանցից, ովքեր Աստծուց չեն վախենում եւ մարդկանցից չեն ամաչում։ Այնպիսին, ինչպիսին նկարագիր ունեք դուք չարիքի գործակալներ։ Եվ ուզում եմ պարզապես ասել, որ այս օրերին մեր արցախցի քույրեր եւ եղբայրներն են իրենց իրավունքների համար դուրս եկել պայքարի, վրան են խփել Ազատության հրապարակում, մենք բարբերաբար այցելում ենք, մեր համակիրներին ենք հորդորում այցելել, խոսել, զրուցել, հասկանալ, կիսել, զորակցել
մեր սիրելի քույրերին եւ եղբայրներին։ Եվ մի առանցքային կարևոր հարց ու խնդիր։ Հարցը վերաբերում է արցախցիներին եւ իրենց իրավունքներին, բայց հարցը միայն արցախցիներին չէ, մեր քույրերին ու եղբայրներին, հարցը մերն է, բոլորինս է։ Մենք իրավունք չունենք մեկուսացնելու եւ ասելու, որ սա իրենց է վերաբերում, մեզ հետ կապ չունի։ Ոչ, մեր բոլորին է, այնպես ինչպես Արցախն է մերը, այդպես էլ մեր քույրերի եւ եղբայրների խնդիրներն են մերը։ Եվ մենք բոլորս անխտիր, անկախ նրանից թե որտեղից ենք, հայրենիք ունեցող մարդիկ, ճշմարտության եւ արդարության գիտակցությունն ու սկզբունքը, հավատարմություն ունեցող մարդիկ, հնարավորություն ունեցող մարդիկ, բոլոր մեր կարողականությամբ, ուժով, գիտակցությամբ, հոգով, սրտով, մտքով, ֆիզիկապես կոչված ենք, այո, ոչ թե աջակցելու պարզապես, այլ մասնակից դառնալու, զորակցելու, մեզ վրա նաև այդ բեռը, այդ իրավունքների պաշտպանության այդ պայքարը ստանձնելու, որովհետև դա մերն է, բոլորինս է, արցախցիների խնդիրը չի դա։ Ի վերջո մենք բոլորս ենք զրկվել Արցախից այս չարիքի իշխանության պատճառով։ Այդ մարդիկ գաղթի են ենթարկվել։ Տներ, գերեզմաններ, սրբավայրեր, հարազատների շիրիմները ամբողջությամբ թողել են, զրկվել են տնից ու տեղից, ամեն ինչից։ Մարդիկ կան, որոնք բարեկեցիկ ապրել են բոլոր առումներով, այսօր մնացել են կարոտ մի քանի հազար դրամի։ Եվ ում պատճառով այս բոլորը, այս չարիքի պատճառով, այո, որը այսօր ինքնահռչակված ղեկավար է կոչվում, որը վաղուց սպառել է այդ բոլոր սահմանները իրենց բառերով ասած լեգիտիմության։ Այո, արցախցիները սոցիալական պահանջ ունեն, դա տարօրինակ թող չթվա։ Ինչքան սոցիալական խնդիրներով մարդիկ ունենք մենք, որոնք այս կամ այն պահին որևէ կերպով երբ խախտվում է իրենց փոքրիկ իրավունքը, եւ ես ասում եմ դա ուղղակի դրական իմաստով, մարդիկ դուրս են գալիս պայքարի, հենց այսօր, ինչ որ տեղ է ունենում մեր կյանքում, պարզապես երթուղի բարելավում ունենալու ցանկությամբ։ Եվ տարբեր խնդիրներ ձեր աչքերի առջև են, սկսած շրջանառության հարկից, տարբեր այլ խնդիրներից, հայտարարագրման այդ ցնդաբանությունից եւ այլն, որքան ենք տեսնում տարբեր սոցիալական խնդիրներով մարդիկ, խմբավորումներ, վարորդների իրավունքներ եւ այլն, որոնք դուրս են գալիս փողոց։ Հիմա դա համընդհանուր մեր խնդիրները չեն, մեր խնդիրներն են։ Տեսեք, ինչ է տեղի ունեցել արցախցիները, նրանց ուղակի պատերազմով, ջարդով, ցեղասպանության սպառնալիքով մարդիկ ստիպված են եղել ինչ ունեն չունեն թողնելու եւ ուղակի փորձելու իրենց կյանքերը ազատել։ Այո, շեշտում եմ, մարդ կա երկու տուն է ունեցել, բարեկեցիկ ապրել է, իր հողն է մշակել, իր աշխատանքն է ունեցել, արդար քրտինքով ապրել, եւ հիմա այս չարիքի թեթև ձեռքով կամ ծանր ձեռքով զրկված այդ բոլորից եկել են մեր կյանք, այստեղ Հայաստանի Հանրապետություն։ Եվ այո, այդ մարդիկ, այո, շատերը կարիքն ունեն, ինչպես ձեզանից, մեզանից շատերը այդ կարիքը ունեն նույնությամբ։ Այդ մի քանի հազար դրամի, որը մեր տված գումարներն ու հարկերն են, որոնք կոչված ու պարտավոր են որպես խնամք, որպես աջակցություն, զորակցություն, գոնե այդ ձևով ինչ որ ձևով փորձելու իրենց հանցագործությունը մեղմել։ Թեպետև ոչ մի ձևով դա չի կարող լինել իրենց մեծ հանցանքի մեղմումը։ Սա ուղղակի իրենց պատասխանատվությունն է եւ պարտավորությունը մեր իսկ հարկերով ապահովել մեր քույրերի եւ եղբայրների կյանքի ամենանվազագույն, ասեմ, նվազագույն կարիքները։ Այո, ունեն այդ մարդիկ այդ կարիքը։ Ես
գնահատանքով եմ անդրադառնում բոլոր նրանց, ովքեր այս ամբողջ ժամանակահատվածում նաև անկախ ամեն ինչից լծվել են եւ աջակից ու զորակից են եղել, գոնե թեթև աստիճանով մխիթարություն բերելով մեր սիրելի քույրերին եւ եղբայրներին, ովքեր ստիպված են բռնագաղթվել Արցախ աշխարհից։ Բոլորին, ես գիտեմ մարդիկ, ովքեր տուն են տրամադրել մինչև այսօր, մարդիկ, ովքեր զանազան միջոցներ ու հնարավորություններ են ձեռնարկել, զանգվածային լինի կամ անհատապես, որպեսզի ինչ որ ձևով կարողանան մասնակից լինել մեր քույրերի եղբայրների կյանքի եւ թեթևացնել այն ծանր հարվածն ու վերքը ամոքելու իմաստով, որ պատճառվել է մեր քույրերին ու եղբայրներին եւ նրանց միջոցով մեզ բոլորից։ Նրանց ուղղակիորեն նրանք են կրում այդ կյանքի աղետն ու արավիրքը, բայց այդ խոցումը բոլորի սրտերի եւ հոգիների մեջ է։ Եվ մենք կոչված ենք անելու դա, եւ ես մեծ գնահատանքով եմ անդրադառնում բոլոր անհատներին, կազմակերպություններին, ովքեր այս ամբողջ ժամանակահատվածում կիսել են այդ ցավը, ուրանալով իրենց անձը եւ չեն նայել ոչ մի բանի վրա, թե իրենք շատ ունեն, քիչ ունեն, այլ կիսել են այդ ցավը որպես իրենց սեփականը, բաժնեկից են եղել, ոչ թե մահվան, այլ արդարության։ Եվ այդպես էլ պիտի շարունակի, բայց սա մեր ժողովրդի, մեր հասարակության դրսևորումն է։ Իսկ չարիքի իշխանությունը ամեն ինչ անում է, որպեսզի մեր սիրելի քույրերն ու եղբայրները զրկվեն ամեն ինչից եւ ի վերջո որոշում կայացնեն, չունենալով որևէ հնարավորություն իրենց կյանքի բարելավման, պարզ պայմանների բարելավման իմաստով այդպես հանգրվանը գտնել այլ երկրներում եւ ոչ Հայաստան մայր հայրենիքում։ Եվ հետեւաբար հորդորում եմ բոլորին, ովքեր հայրենիք ունեն, ցավ ունեն, ովքեր տառապանք ունեն, ովքեր գիտակցություն ունեն, աջակցելու այս բառը իր մասնակցային իմաստով, զորակցելու եւ այո, մենակ չթողնելու այս պայքարի մեջ մեր սիրելի քույրերին եւ եղբայրներին։ Նրանցից շատերը, եթե չասեմ բոլորը, այս ամբողջ անցնող տարվա ընթացքին եղել են պայքարի առանցքում, կալանավորվել են, վնասվել են, վիրավորվել են, հալածանքի եւ խիստ խտրականության են ենթարկվել։ Այո, մենք փաստերն էլ արձանագրել եւ ներկայացրել ենք իրավապահ մարմիններին, թե ինչպես են ուղղակիորեն արցախցիներին բռնաճնշումների ենթարկել Հայաստանում, զուտ նրա համար, որ իրենք Արցախից են, ծեծելով, ջարդելով, հայհոյելով, ամեն ինչ ասելով։ Այո, մեր արցախցի քույրերն ու եղբայրները մասնակից են եղել եւ շարունակում են մնալ, անկախ նրանից, թե իրենք ինչքան զրկանքների են ենթարկվել եւ շարունակում են ենթարկվել եւ թշնամի, արտաքին թշնամի իշխանությունների կողմից եւ ներքին թշնամի, այսպես կոչված իշխանության կողմից։ Հետեւաբար բոլորիդ խնդրում եմ, հորդորում եմ, որպեսզի յուրաքանչյուր հնարավոր տարբերակով նվազագույնը գոնե այցելելու, խոսելու, կիսելու այն բոլոր մտահոգությունները, որոնք մեր սիրելի քույրերն ու եղբայրներն ունեն եւ հանգրվանել են ազատության հրապարակում, այդ վրանը խփելով եւ այնտեղ լինելով եւ ուղղակիորեն նաեւ այս ամբողջ խնդիրները համարելով մեր բոլորին։ Նաեւ ուզում եմ անդրադառնալ մեր երիտասարդներին, չեմ վստահում շարժման։ 15 օր շարունակ մեր երիտասարդները ամեն օր տարբեր կետերում Երևանի եւ նաեւ Գյումրիում ուղղակիորեն իրենց սեփական նախաձեռնությամբ այս շարժումն են ստեղծել եւ ուրախ եմ նաեւ որ այդ համառությունը կամքը այս տարիքից մեր երիտասարդները իրենց սեփական գիտակցությամբ ու նախաձեռնությամբ չվստահելու, որը ուղղակիորեն մեզ համար կրկնաբանություն է խորքում, բայց շեշտադրում կատարելու մասին է այս ամբողջը։ Ինչ շեշտադրում։ Մեր երիտասարդները քվեաթերթիկներ են ստեղծել եւ դրանով ֆիզիկապես, ուղղակի ֆիզիկական անձանց տեսանելի,
Ոչ թե սոցիալական ցանցերում այս կամ այն պրոֆիլի տակ ծվարած մարդիկ, այլ ուղղակի կենթանի, ապրող մարդիկ, իրենց դեմքով, իրենց խոսքով, իրենց կամքով, առանց պարտադրանքի, գալու եւ ֆիզիկապես նշելու, մատնանշելու, արտահայտելու իրենց կեցվածքը, վերաբերմունքը այս չարիքի նկատմամբ։ Եվ փաստորեն արձանագրում ենք, որ ընդհանուր առմամբ 48 ժամ տևող այս ամբողջ տարածությամբ ժամանակահատվածում շուրջ 10,000 եւ ավելի մարդ է մոտեցել այդ տուփերին, հասկանալով հանդերձ, որ սա իրավական շարունակություն կարող է չունենալ, զուտ բարոյական, հոգեբանական եւ հոգեվոր իմաստով կամքը արտահայտել տեսանելի կերպով, ուղղակի տեսանելիորեն, շեշտելով եւ իրենց ներդրում ունենալով ասելով, որ չենք վստահում, այո չենք վստահում, բայց մարդիկ ոչ միայն չեն վստահում, այլ դուք տեսել եք հավանաբար այն թերթիկները, որ մեր երիտասարդները հաշվելու ժամանակ արտահայտ, թե ինչեր են գրված նրանց վրա։ Մենք տխրում ենք, որ կարող է որևէ երկրի եւ այս պարագային մեր երկրի այս իշխանության կամ այդ չարիքի հասցեին ամեն ինչ ասեն մարդիկ, ուղղակի իրենց միջի այդ ցավը արտահայտելու, ես չեմ ասի ատելություն, ցավը արտահայտելու կերպը գտնելով, որ ինչպիսի աղետի է հասցրել բոլոր առումներով։ Ոչ միայն չենք վստահում անցյալի արածի համար, այլ չենք վստահում հենց հիմա եւ նաեւ գալիքի իմաստով։ Եվ այդ չվստահելու պարագան արտահայտվեց Գյումրիում եւ Փարաքարում հենց մեր այս մի քանի օրերի ընթացքին։ Եվ դեռ ասում եմ, ընդամենը 48 ժամվա մեջ 10,000 եւ ավելի մարդ է մոտեցել։ Փոքրով, մեծով, ալեհերով, երիտասարդով եւ այլն, եւ արտահայտել ինքն։ Եվ սա շարունակվելու է։ Մեր երիտասարդները տարբեր մտածումներ ունեն, տարբեր գաղափարներ ունեն, շարունակվելու ինքն իր ընթացքով ճիշտ ճանապարհով հասցնելու նաեւ այս ճանապարհով մեզ հասցնելու հաղթանակի տեսիլքին։ Եվ ուզում եմ նաեւ ասել, որ մենք բոլոր նրանց, ովքեր այդ անվստահության, չվստահելու զգացումն ունեն, իրենց տներում են կամ այլ տեղերում են, մարդիկ կարող է շատերն էլ, դեռ 10,000 ասում եմ ուղղակի արձանագրումով, բայց շատերն էլ ուղղակիորեն տարբեր պատճառներով շտապելով կամ չուզելով նկարվել, ուղղակիորեն գալիս են եւ ասում են, այո, չենք վստահում, բայց հիմա գնում ենք այսինչ տեղը եւ ուղղակի չեն արձանագրում եւ պատկերացրեք, եթե դրանք էլ ավելանան, ինչպիսի ահռելի թիվ է։ Այո, այսօր Հայաստանում դա չափազանց մեծ ծավալները ընդգրկում եւ մենք կոչված ենք իրականացնելու այդ հաղթանակի տեսիլքը, սեփական անձերը ուրանալով, մեր Տիրոջ հորդորով խաչը վերցնելով եւ գնալով այդ բարձրագույն արժեքի, մեր Տիրոջ ետևից, որի գրավականը միայն եւ միայն հաղթանակն է, անկախ նրանից թե այդ ճանապարհին ինչ կպատահի մեծ ու փոքր ծավալով։ Պարզապես հպանցիկ, ինչպես խոսքի սկզբում ասացի, չարիքն ասել է, որ երկրում կադրեր չկան պետական ապարատում աշխատելու համար։ Չափազանց ուրախալի է, որ ճշմարտության մասին կարողանում է խոսել առաջին անգամ երևի կամ երկրորդ անգամ լինելով։ Այո, դու էլ այն կադրը չես, որ վերջապես ինքնախոստովանություն ունեցել ես ասելով, որ ոչ միայն այն կադրը չես, այլև չարիք բերող կադրն ես, բայց անդրադարձել մի ուրիշ բանի։ Մեզ տեղեկություններ են հասնում, որ պետական ապարատում ամբողջության մեջ համակարգում բազմաթիվ թափուր հաստիկներ կան, բոլոր ոլորտներում, բոլոր նախարարություններում, բազմաթիվ թափուր հաստիկներ կան։ Եվ ուրախ եմ, որ մարդիկ ոչ թե աշխատավարձի, բավականին բարձր աշխատավարձի պատճառով, այլ չեն ուզում համագործակցել այս չարիքի հետ։ Մեր վկայությունները այդպիսին են։ Մարդիկ հրաժարվում են, դուրս են գալիս տարբեր համակարգերից, որովհետև հասկանում են, որ նրանք մեղսակից, հանցակից եւ արյունապարտ են դառնում, չեն ուզում համագործակցել եւ այս շղթան պետք է մեծանա, չհամագործակցելու շղթան պետք է մեր երկրում մեծանա, փոքր կամ մեծ պաշտոններ կամ այլ առաջարկների դեպքում են։ Երեք են հենց մարդիկ հանդիպել ասելով, որ այո, չենք ուզում համագործակցել, չենք ցանկացել եւ չենք էլ ուզում
անկախ նրանից թե ինչ ինչ գայթակղիչ առաջարկներ են մեզ արել, հասկանալով թե ինչ պատահեց այն նախարարներ եւ այլն իրենց падգամավորներին, ինչպես այս չարիքը դարձրեց իրեն մեղսակից, հանցակից, արյունապարտ, աղետապարտ եւ դեն նետեց։ Եվ հիմա ինչ են նրանք մերժված բոլորից եւ դատապարտված չարիքից։ Ինչ արժեք ունի։ Մենք ամիսներով, օրերով սրա մասին ենք խոսել, որ մի դարձեք գերի, ոչ մի գայթակղություն թող ավելին չլինի, քան ձեր անձը, կշահեք ամեն ինչ, ինչպես ասում եմ, միգուցե, բայց կորցնեք ձեզ։ Եվ այո, ուրախ եմ արձանագրել, որ մարդիկ հասել են այդ գիտակցության, որոնք չեն ցանկանում քեզ հետ, ձեզ հետ աշխատել ուղղակի, արյունակից լինել, ոչ միայն աշխատել, արյունապարտ լինել, ներողություն, հանցակից լինել, մեղսակից լինել, մեղքի տակ ապրել, գիտակցելով ամեն օր թե ինչ աղետի մասնակից են իրենք, եւ վերջում էլ դեն շպրտվել, ուղղակի դեն նետվել եւ բարձրապես դառնալ ծաղրի եւ պախարակման եւ անարգանքի առարկա։ Թե չէ մեր երկրում կադրեր շատ կան, չափազանց շատ կան, եւ ոչ միայն մեր երկրում, նրա սահմաններից էլ դուրս։ Մարդիկ, ովքեր պատրաստակամ են, այո, ստանձնելու տարբեր պատասխանատվություններ։ Այս օրերը մենք բազմաթիվ մարդկանց գիտակից, կարող, հմուտ մարդկանց հետ հանդիպումները դրա մասին են վկայել, այս ամբողջ տարվա ընթացքին։ Ինչպիսի հնարավորություն է, եւ ես միշտ հարց եմ տվել, ինչից է որ մենք այսքան կարողականություն, այսքան գիտելիք, հմտություն, սիրտ, հոգի, հայրենիք ունեցող մարդիկ ունենք, նվիրյալներ, եւ այսքան թշվառ վիճակում են գտնվում։ Դրա պարագան մեկն է, որ պետությունը որպես այդպիսին, որը ղեկավարում է այս չարիքը, ոչ օրակարգ ունի, ոչ նպատակ ունի, ոչ էլ ուղղություն ունի, այլ հակառակը ամբողջությամբ ոչ միայն չունի, այլև ամբողջությամբ լծված է հակառակը մեջ, անընդհատ քանդելու եւ քանդելու մարդկանց կյանքը թե անհատական հարաբերությունների վրա եւ թե հավաքական մեծ իմաստով վերածելու աղետի։ Այո, սիրելի ժողովուրդ, չեմ ձանձրանալու կրկնել, ես գիտեմ ձեր սպասումները, ձեր մտան փողոցում մոտենում եք, ամենուր մոտենում եք, ուրախ եմ դա արձանագրելու համար, որ տարբեր քայլի, մենք տարբեր տեղերում ենք լինում, շրջում ենք, պարզապես անցնում ենք մարդկանց միջով, փոքրը, մեծը, երիտասարդը, այն երիտասարդները, այն տարեցները, ովքեր չեն զլանում, մոտենալու, ժպտալու, բարևելու եւ ասելու, որ սպասում ենք։ Այո, այդ հույսի զգացումը մեր մեջ չի դադարելու եւ չպիտի դադարի եւ այն ճիշտ ժամանակին պիտի գործադրվի, որով մենք միասին կնքելու ենք մեր այդքան բաղձալի հաղթանակը, որով մենք ուրանալու ենք մեր անձերը, կորցնելու ենք մեր անձերը այն շահելու համար եւ վերցրած մեր խաչը ընթանալու ենք դեպի հաղթանակ։ Եվ այդ օրերը, ինչպես ասել եմ, չեն ուշանալու, համբերությամբ զինվեք, հավատքով ամրացեք, մեր ձեռքում է, ժամանակն էլ է մեր ձեռքում, ճիշտ ժամանակն էլ է մեր ձեռքում, ամեն ինչը մեր ձեռքում է, ամեն մարդ թող ինքն իր տեղում այդ նույն գործը կատարի, եւ ամեն մարդ ոչ թե խոսի միայն սրանց բերած աղետի մասին, այլ խոսի իր անելիք պատրաստակամության եւ իր հանձնառության մասին։ Եվ կտեսնեք, կանցնեն այս օրերը, խորշակի պես կանցնեն, ծաղիկի պես կանցնեն, եւ այս դժվարությունները մեզ համար վաղը մյուսօր, այս տառապանքը վաղը մյուսօր մեզ համար կդառնան ուղղակի այն հերոսության արձանագրումը, սխրանքի արձանագրումը, որ մենք միասին անցել ենք այս ճանապարհով եւ միասին էլ հաղթել ենք մեր պետության, մեր հայրենիքի, մեր ժամանակների, մեր սերունդների, մեր ներկայի եւ գալիքի համար եւ մեր Աստծո տնօրինության եւ առաջնորդության ներքո։ Զորացեք, մի որևէ կերպով թերամտացեք եւ մենք կոչված ենք մեր անձը կորցնելու, որպեսզի այն շահենք եւ ունենանք ընդհանրական հաղթանակ։